Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր օրը սկսվեց շատերի համար շատ ավելի անսպասելի, քան պլանավորված էր, այդ թվում ինձ համար։ Արթնացանք Նարեկի եւ Ազգենի դեմ այս իշխանությունների կողմից ձեռնարկված խայտառակ ապօրինության լուրի ներքո եւ լուրից։ Երեք վերջինը տղերքի հյուրը ես էի, երևի շատերը դիտել եք այդ հաղորդումը ամբողջությամբ, այդ թվում իմ հատվածը հյուրընկալման։ Ակնհայտ է, որ Ազգենի եւ Նարեկի ձերբակալումը բացահայտ քաղաքական հետապնդում է, բացահայտ, դա երկու կարծիք լինել չի կարող։ Բոլոր այն կեղծ բարեպաշտները եւ երկդիմի գործիչները եւ գործիքները, որոնք կփորձեն այդ ձերբակալումը հիմնավորել ոչ նորմատիվ լեքսիկայի օգտագործմամբ տղաների եթերում, պարզապես բարոյականության հետ խնդիր ունեն, այո, այդ ոճը գուցե բոլորի սրտով չէ, սակայն ակնհայտ է եւ ես երկու հանգամանք կհիշատակեմ, որոնք ապացուցում են, որ այս հետապնդումը բացառապես քաղաքական հետապնդում է։ Առաջինը, Նարեկը եւ Ազգենը իրենց նախորդ ազատազրկումից հետո ընկած ժամանակահատվածում նման ոչ միանշանակ, բայց այնուհանդերձ քրեական որևէ հետևանք չունեցող ոճային լեքսիկոնով հաղորդումներ վարել են երկար ժամանակ, իսկ այսօրվա ձերբակալությունը հետևել է Սերժ Սարգսյանի հետ ռեզոնանսային հարցազրույցին, ինչը քաղաքական իրադարձություն է առ այսօր եւ բովանդակության եւ օրակարգի եւ մեդիա առումներով, այսինքն ամիսներ շարունակ տղերքը այդ ձևով վարել են իրենց հաղորդումը, որևէ ձերբակալություն տեղի չի ունեցել։ Այսօր նախագահի հետ ոդքասթից օրեր անց այդ ձերբակալությունը տեղի ունեցել, երբ որ ոչինչ չի փոխվել իրենց խմբագրական ոճի մեջ։ Այն ինչ որ վերագրվում է որպես հայոյանք կամ վիրավորանք եւ այլն, հնչել է պարբերաբար տարբեր հաղորդումների ժամանակ, սակայն ձերբակալումը տեղի ունեցել այսօր Սերժ Սարգսյանի հետ ռեզոնանսային հաղորդումից հետո։ Երկրորդ բացահայտ ապացույցը, որ այս խնդիրը միայն քաղաքական հետապնդման տիրույթում է, ազատ խոսքը լռեցնելու տիրույթում է, ընդդիմադիր պոպուլյար մեդիա հարթակը փակելու տիրույթում է, Հայաստանում վախի մթնոլորտ սերմանելու տիրույթում է, հետևյալն է. արգրավել են անտիֆեյք կայքի ամբողջ տեխնիկան, ինչի մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Այսինքն, եթե տղաների հետ կապված ֆորմալ հետապնդման, այսպես ասած, հոդված են մոգոնել եւ կպցրել, ապա տեխնիկան ինչու են արգրավել, ակնհայտ է, փակելու համար, խոչընդոտելու համար անտիֆեյքի գործունեությունը եւ օրեցօր թափ լսարան ազդեցություն հավաքող ընդդիմադիր լրատվական հարթակներից մեկը։ Սա երկրորդ հանգամանքն է, որով ապացուցվում է, որ խնդիրը ոչ թե լրատվական մեդիա էթիկայի կամ կոնկրետ դրվագով կոնկրետ կներեք բառիս համար մարդու բարի համբավի կամ վիրավորանքի հետ կապված թեման է, այլ այդ առիթով տղերքին լռեցնելու եւ ամբողջ խմբագրակազմը, ոչ միայն իմնեմի հաղորդումը, այլ նաեւ անտիֆեյքի ամբողջ գործունեությունը, բոլոր հաղորդումները, իսկ այդտեղ հաղորդումների շարքը շատ զանազան էր, շատ պոպուլյար եւ տարբեր գործիչների ներգրավմամբ, Էդգար Ղազարյանն է հաղորդում վարել, Ռուբեն Մելիքյանը, Աղասի Ենոքյանը, Փիդանյան Դավիթը, նոր նախագծեր էին տղերքը մտահղացել եւ այլն։ Ակնհայտ է թեման նրանց գործունեությունը խոչընդոտելն է, ինչը բացահայտ քաղաքական դրդապատճառներ ունի։ Երկրում այնքան դանոշիկ չի մնացել, որ այդ դերակատարությունը ստանձնել է իր վրա բարձրաստիճան մի պաշտոնյա, որի գործողությունների հետ կապված
կերպարի հետ կապված, ով լինելու հետ կապված տղաները բացահայտ եւ քանիցս եւ ոչ միայն տղաները լիքը մարդիկ արտահայտվել են, բայց ակնհայտ է, որ այսինքն անգամ ֆորմալ առումով պրոցես սկսելու համար երկրի երկրորդ, երրորդ պաշտոնը զբաղեցնող մարդու, կներեք մարդու բառի համար, դանոսի հիման վրա է տեղի ունեցել այսօրվա խայտառակ ձերբակալումը։ Եվ այն կադրերը, այն բիրտ, բեմականացված, ուժային գերդոզավորմամբ, այսպես ասած, պատժիչ գործողությունների տեսաքրոնիկոնը նույնպես վկայում է այն մասին, որ նպատակը ոչ թե այդ կներեք բառից համար մարդու խոցված ինքնասիրության կամ չգիտեմ որտեղ կորած բարի համբավի վերականգնման քրեավարչարարական պրոցեդուրան է, որքան տվյալ մարդկանց լռեցնելու եւ այդ օրինակով մնացածի բերանը փակելու անհաջող փորձեր են։ Իմ տոտալ բացահայտ բացարձակ համերաշխություն եմ հայտնում Նարեկին եւ Ազգենին, ամոթանք եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր հատկապես իրենց համարելով լրագրողներ կամ քաղաքացիական ակտիվիստներ կամ NGO դաշտի ներկայացուցիչներ փորձում են ինչ-որ հիմնավորումներ բերել։ Իրենց հիմնավորումները փուչիկ են, որովհետև անգամ հայոյանքի պարագայում, հայոյանք Հայաստանում ապաքրեականացված է, իբր թե անգամ այդ պարագայում, եթե հայոյանքն է, եթերից հնչած հայոյանքն է եղել ֆորմալ առիթ, ապա այն քրեական հիմք չէ, այն իբր թե ապաքրեականացված է, հազար ամոթ շեյմինգ եւ բլեյմինգ միջազգային կառույցներին, որոնք այս պայդրությամբ լռում են, Հայաստանում հավատարմագրված իրենց ժողովրդավար համարող երկրների դեսպաններին, Եվրոպական միությունից եւ ԱՄՆ-ից սկսած, վստահ եմ Նարեկի եւ Ազգենի ընտանիքները ամուր են եւ իրենց ընկերներն էլ եւ գործընկերները եւ բոլոր այն համակիրներն ու համախոհները, որոնք անկախ տարաձայնություններից միասին են աշխատում այս ռեժիմի հիմքերը թույլատնելու համար, մինչև վերջ կլինեն տղաների կողքին եւ ոչ միայն Նարեկի եւ Ազգենի, այլև մյուս քաղբանտարկյալների, քաղկալանավորների, Դավիթի, Սամվել Կարապետյանի, Սրբազանների, Արթուրի Սարգսյան, զոհված տղաների ծնողների եւ այլն եւ այլն եւ այլն, մոտ 50 հոգու ազատազրկված համայնքապետերի Հայաստանում մոլեգնում է նիկոլական տերորը, դրսում փիսիկ, ներսում առյուծ աշխատող ռեժիմը փորձում է իր կոմպլեքսները եւ Հայաստանի սահմաններից դուրս նվաստացուցիչ գեոպոլիտիկ հարաբերություններին ենթարկվելու մաղձը եւ կոմպլեքսները կոմպենսացնել երկրի ներսում, այսպես ասած, ուժեղ իշխանություն խաղալով, ինչը նոր զավեշտ է, այսպես ասած, դիկտատուրայի ավտորիտարիզմի պատմության մեջ հազվագյուտ երևույթ է, երբ որ ավտորիտար ղեկավարը երկրի ներսում է միայն ավտորիտար, երկրից դուրս աշխատում է գեոպոլիտիկ ներքնակ տարաբնույթ գործողություններ իրականացնողների համար, ցավոք սրտի Հայաստանի հետ այդ գործողությունները իրականացնողների համար։ Ինչևէ, ես ինչպես վստահ եմ տասնյակ այլ մարդիկ հիմա իջնում եմ Երևանի քնչական, լինելու տղաների կողքին եւ այնտեղ նաեւ հուսով եմ շատ-շատերիդ կտեսնեմ։ Վազգեն ջան, Նարեկ ջան, շնորհակալ եմ երեկվա եթերի համար։ Երեք կես կատակ ասում էինք ոտս խելով ձեր տաղավարում, որովհետև առաջին անգամ ես իմ հանդեպ եղած սահմանափակումների եւ հետապնդման արդյունքում հայտնվեցի ձեր տաղավարում, վստահ եմ վերջինը չէ եւ նորից կրկնեմ, այս ամենը բացառապես քաղաքական հետապնդում է, անտիֆեյքի տեխնիկայի առգրավումը քաղաքական հետապնդման ամենացցուն ապացույցներից մեկն է։ Նարեկի եւ Ազգենի ձերբակալումը Սերժ Սարգսյանի հետ ռեզոնանսային ոդքասթից հետո դրա ցցուն ապացույցն է։
որ դա քաղաքական է եւ հայոյանք ու վիրավորանքը մի կողմից իբր թե չկա քրեականացնել է, մյուս կողմից դրա համար նման նարկոդիլերների կամ մարդասպանների ձերբակալմանը սցենարով ազատ խոսքի կրողներին, ընդդիմադիր կրողներին ձերբակալելը նույնպես քաղաքական հետապնդման ամենացայտուն ապացույցներից մեկն է։ Կհանդիպենք Երևանի քննչականում տղաներին ուշքորով համբերություն, իրենց ընտանիքներին նույնպես։